Հայաստանում մեկ շաբաթյա ստուգումներից հետո ռուս մասնագետները հայկական երկու ընկերության թույլատրել են կրկին ձուկ տանել Ռուսաստան։ Ստուգումներն անցկացվել են 8 բուսաբանական եւ 4 ձկնաբուծական տնտեսություններում։ Ավելի վաղ ռուսական կողմն այս ընկերությունների մուտքը սեփական շուկա արգելել էր, հիմնավորելով, թե որակի վերաբերյալ կասկածներ ունեն։ Մյուս ընկերությունների, ինչպես նաեւ բուսաբուծական արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Ռուս մասնագետները Հայաստան էին եկել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով։ Նրանք հատկապես հայկական կարմրախայտի 5.5 կիլոգրամանոց քաշն էին կասկածի տակ դրել։ Շուրջ 10 տարի Հայաստանից բացառապես Ռուսաստան իշխան արտահանող MF Export-ի տնօրեն Կարեն Հարությունյանն ազատությանն ասաց, կարմրախայտ չունեն, բայց մինչև 7 կիլոգրամանոց իշխան ունեն։ Եկան ստուգեցին, իրենց աշխով տեսան մեր արտադրանքը, գործարանը, որ սա համապատասխանում է, խասպին էլ համապատասխանում, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում, ձկի չափն էլ, որակն էլ, քաշն էլ, արտադրանքի ծավալներն էլ։ Ձեր ամենածանր ձուկը ինչքան կարող է կշռել։ Մաքրած վիճակում արդեն 7 կիլոգրամ ձկներ լինում են։ Իսկ երբ կբացվի ռուսական շուկան հայկական մյուս ապրանքների համար, հայ պաշտոնյաներին են հարցնում Ռուսաստանի սահմանին օրերով կանգնած հայկական բեռնատարների վարորդները։ Նրանք թեև համոզված են, որ Ռուսաստանը տնտեսական այս սանկցիաներով պատժում է Հայաստանին Եվրոպայի հետ մերձենալու համար, այդուհանդերձ հարցեր ունեն Հայաստանի կառավարությանը։ Նվազագույնը $40,000 բեռնատարների մեծ մասն ասում են վարկով ենք գնել։ Եթե հիմա չենք աշխատում, ինչպես մուծենք այդ վարկերը, որ մեքենան բանկին չանցնի։ Վարկերը դասը օրեցնեն, տեսնենք ինչ է գալիս մեր գլխին։ Գալիս են Ռուսաստան, մեզ ասում են դավայցի, դավայ դասվիդային ասում են։ Ձեր բեռները վեկալեք գնացեք, դες մեր վիճակից ոնց ենք դուրս գալ։ Չենք ասում մեզի բերեք թող տվեք։ Կոմիսը $1,000-1,500 վարկ են տալիս։ Որտեղից ենք տոնում տանք։ Եթե չենք աշխատում։ Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է սկսել տնտեսական սանկցիաները, ընդ որում դրանք գնալով ընդլայնում է։ Ավելին 3 ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների Բելարուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները միացան Պուտինին Հայաստանին կոչ անելով հանրաքվե անել Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցում։ Այս ֆոնին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, կառավարությունը ոչ մի գյուղատնտեսի մենակ չի թողնի։ Նախարարը հիշեցրել է նման սահմանափակումներ ու ստուգումներ էլի են եղել։ Իրանի հետ կապված դրանից առաջել են կոնյակի հետ կապված խնդիրներ արձանագրել։ Սովորական աշխատանքային խնդիրներ են, որոնք վստահաբար կլուծվեն նաև շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, որովհետև նորից ասացի, երկաթուղային հատվածը, որի մասին հայտարարել ենք, օրինակ այդ երկաթուղին մեզ հնարավորություն է տալիս հայկական ապրանքները արտահանել նաև այլ երկրներ, որոնք ավանդաբար Հայաստանի համար շուկաներ չեն եղել։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր գործարարներին հիշեցրել, որ Ախալքալակ Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար, իսկ արտահանումները հնարավոր են նաև Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով անել։ Այսօր էլ նախարար Խուդաթյանն էր նույնը կրկնել։ Բեռնափոխադրողները հակադարձում են, օրինակ Միրգ բանջարեղենի արտահանումը գնացքով հնարավոր չէ, կփչանա։ Ըստ նրանց այլընտրանքային երկաթուղիները չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային, գոնե ծավալների առումով։ Մենք ուրերը արդեն երկաթ գծի վրան ուր ենք հանգ։ Ով է տեսել այդ որ երկաթ գծով լոլիկ տոնեն, պոմիդորային տոնեն, բիբար տոնեն, ծիրան տոնեն։ Մինչ հայ բեռնափոխադրողները բեռնած ապրանքը չեն կարողանում Ռուսաստան մտցնել, Հարմավիրի մարզում Արշալույս գյուղի լոլիկ արտադրողներն են ոտքի կանգնել։ Ասում են, արտահանման խնդիրները մի կողմից, մյուս կողմից էլ չեն կարողանում մրցել հայկական շուկա մտնող իրանական էժան լոլիկի հետ։ Պահանջում են սահմանափակել դրանց մուտքը։ Փոխնախարարը պնդեց, սահմանափակել չեն կարող, ԵԱՏՄ կանոններն են այդպես, բայց առաջարկեց աճեցրած լոլիկը վաճառել Երևանում բացվող գյուղատնտեսական շուկաներում։ Առաջարկը գյուղացիների սրտով չէր։ Մեր պահանջը այն է, հետևողական լինեք, որ գնել ինչ նման 400, 500 ու միաժամանակ պետք է լճացում տա տեղական պոմիդորը, այդ ժամանակ արգել գնեք, որ մարդիկ չբերեն։ Որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, ինքը այդ սահմանափակումները երբ կիրառում է, այն պետք է համաձայնեցված լինի մնացած անդամ երկրների հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ Civilnet-ի տաղավարում հույս էր հայտնել, թե ազգային ժողովի ընտրություններից հետո կլուծվի խնդիրների մի մասը։ Մնացածն էլ ասաց, սառը գլխով հետո կխոսեն Ռուսաստանի հետ։ Նա օրինակ բերեց Բելարուսն ու Չեչնիան, ասաց անխոչնդոտ ներմուծում կա Ռուսաստան։ Հաղորդավարին հարցրեց, առաջարկում եք Հայաստանի կարգավիճակը մոտեցնել այդ երկրներին։ Պետության շահերը կշռելուց չենք կարող ամեն ինչ փոխել լոլիկի հետ։
Հայաստանից Ռուսաստան մտնող ապրանքների մեծ մասն ըստ Պապոյանի չեն զիջում եվրոպական ստանդարտներին։ Էկոնոմիկայի նախարարը նորից էր պնդել խնդիրը, ընդդիմադիրներն են հրահրում, բայց կրկին չբացատրեց ինչպես։ Մենք անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ինչ կարող են իրենք արած լինել օրինակ։ Եվ ենթադրում եմ, որ որոշակի աշխատանք են տարել որոշակի շրջանակներում, ոչ բարձր, որպեսզի նաև այս սահմանափակումները մեր հայ արտադրողների նկատմամբ կիրառվեն եւ ընտրական տրամադրությունների վրա ազդեն։ Այո։